պատարագից, աղոթքից։ Ինչ նշանակում գոհ եք։ Անցկացրեց պատշաճ կերպով, ըստ իրավունք ուներ, որ կարգալույծը մտներ եկեղեցի բարձրանար խորան եւ աղոթք իրականացնել։ Այն մարդիկ իրավունք չունեն եկեղեցում այդ գործընթացը իրականացնել, որոնք եկեղեցու կանոնադրությունը, կանոնագիրքը խախտել են եւ այդ մարդիկ պետք է հեռանան ու կհեռանան։ Բայց կանոնագրքում ասում են, որ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ մատուցելու։ Չեն կարող մարդիկ, որոնք որ սրբապղծություն են իրականացնում, իրենք որոշել, թե ով է կարգալույծ, ով ոչ։ Իսկ ով պետք է որոշի, ով է կարգալույծ։ Այն մարդիկ, որոնք իրապես հետևում են եկեղեցու կանոնագրքին, եկեղեցական բոլոր կանոններին, ավանդույթներին, լսեք ինձ։ Եվ այդպիսի հոգևորականներ տարբեր դասի բարեբախտաբար շատ կան։ Դուք նրանց ճանաչում եք, անձամբ նրանց պատարագների մնացել եք։ Ցավոք ոչ, եւ չեմ կարծում, որ պարտադիր է բոլորին ճանաչեմ, բայց այդպիսի հոգևորականներ կան, այդպիսի հոգևորականների մի քանիսին գիտեմ, բազմաթիվ վստահաբար կլինեն եւ բնականաբար ոչ միշտ, սա էլ երևի թե պետք է խոստովանող ասել, որ ես ոչ միշտ, բայց երբեմն մասնակցում եմ եւ այդպիսի դեպքերում միանշանակ պետք է մասնակցել։ Իսկ երթին կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի վեհարանը վեհափառից ազատելու։ Ինչ չգիտեմ ինչ երթի մասին եք գնալու եք վեհարան վեհափառից ազատելու։ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, երբ կլինի ցանկացած գործողություն, որը միտված կլինի հայ առաքելական եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատելուն, բնականաբար դա պարտք է, դա այդպես չի որ դա պարտք է, մեր եկեղեցին սրբապիղծ մարդկանցից ազատելը դա հայ մարդու համար պարտք է։ Եթե կա մարդու համար դա պարտք չէ, էլի կարծիք է, որը բնականաբար հարգանքի արժանի է, իմ համար այդպես է։